Մենք տեսնում ենք, որ դրամը շարունակաբար ծանրանում է, էապես վնասելով արտահանողներին, բայց մենք տեսնում ենք, որ տոկոսադրույքային սպրեդը դրամի և դոլարի միջև չի նվազում։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ էլ նրանք, ովքեր Հայաստանում բանկային համակարգից օգտվում են, ի հեճուկս խաղաղության հեքիաթների, մակրոտնտեսական կայունության գերադասում են իրանց գումարը պահել ամերիկյան դոլարի կամ եվրոյում, ստանալ ավելի քիչ գումար, բայց շարից փորձանքից հեռու լինել։ Ներեք, սա մակրոտնտեսական կայունության հետ ինչպես է հաղորդակցվում, շնորհակալություն։ Շնորհակալություն, լավ հարց է, փորձեմ մի քիչ ավելի հանգամանալից, եթե ժամանակը թույլ կտա։ Ուրեմն ռիսկի պրեմիան Հայաստանի Հանրապետությունում էապես նվազել է։ Ռիսկի պրեմիան այդ մեր եվրոպարտատոմսերի եւ ամերիկյան պետական պարտատոմսերի միջև եղած եկամտաբերությունների տարբերությունն է։ Որպեսզի ոչ ես, ոչ դուք չգնահատենք, մենք ունենք օբյեկտիվ ցուցանիշ, դա ռիսկի պրեմիան է։ Այսօրվա դրությամբ ռիսկի պրեմիան նախկինում եղած 400 բազիսային կետ է, այսինքն 4%-ի համեմատ այսօր 190 բազիսային կետ է։ Այդ մեկ։ Երկրորդը, Հայաստանի դրամով պետական պարտատոմսերի եկամտաբերությունն է էապես նվազել։ Այսօր 10 տարանոց պարտատոմսերը 8%-ից մի քիչ ավել են, հիմնական ներդրողները ոչ միայն հայկական բանկեր են կամ հայկական ֆինանսական կազմակերպություններ են, այլ նաև հեղինակավոր միջազգային ընկերություններ, Barclays, Morgan Stanley եւ այլն, ներդրում են անում դրամով հայկական պետական պարտատոմսերի մեջ։ Մենք 0-ից եկել ենք մի կետի, որ հայկական պետական պարտքի 10%-ին մոտ թիվը պատկանում է միջազգային ինստիտուցիոնալ խաղացողներին։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։